Ինձ հետապնդում են դևերն ու սատանաները։ Ինձ հետապնդում են դևերն ու սատանաները։ Վեհարանի դիմաց այս հայտարարությունը Տարոն Քահանան անում է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբին ներկայանալուց հետո։ Քահանան այդ նիստը բոյկոտել է իր խոսքով հիմնավոր պատճառով։ Եկա եւ ներկայացա կարգապահական հանձնախմբին։ Ինձանից պահանջվեց հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, քանզի իմ անձնական տարածքն է, իմ անձնական ինֆորմացիան է հեռախոսում։ Ես առաջարկեցի հեռախոսը անջատել, իրենց իսկ ներկայությամբ իրենք պնդեցին, որպեսզի քանի որ բոլորը առանց հեռախոս են, ես էլ լինեմ առանց հեռախոսի։ Քահանայի ասելով խորհրդի անդամները պարզաբանել են, թե նիստերի դահլիճում ոչ ոք հեռախոս չունին, թե ինչու հայտնի չէ։ Ես չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ աբսուրդ է։ Այլ պատճառ էլ ունի Տարոն Քահանան նիստին չմասնակցելու համար, ասում է կարգապահական հանձնախմբի անդամները իր սրտով չեն։ Հարց տվեցի, որ այս ներկա անդամներն են իմ հարցը քննելու, պատասխանվեց ինձ, որ այո։ Ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս իմ ծառայական։ Կարգապահական հանձնախումբը Տեր Տարոնին հրավիրել էր, որ նա պարզաբանի, թե ինչու է ինքնակամ լքել ծառայության վայրը եւ հոկտեմբերի 25-ին մասնակցել Ստեփան Ասատրյանի Մայր Աթոռի բնութագրման բեմականացված հակականոնական արարողությանը։ Քահանան լրագրողներին ասում է, որովհետեւ անժամկետ արձակուրդում է։ Ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, այո, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Ըստ Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի Տարոն Քահանան պետք է պարզաբաներ նաև թե ինչու է հակաեկեղեցական հայտարարություններ արել։ Քահանան մեկ շաբաթ առաջ ասել էր, թե Ստեփան Ասատրյանի կարգալույց հռչակելու որոշումն անվավեր է։ Իր հարցով որոշումներն էլ անվավեր կհամարի, պնդում է Տեր հայրը։ Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու։ Ըստ Քահանայի Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը չի կարող կարգալույց անել որևէ մեկին, քանի որ հանձնախմբի կազմում եկեղեցականներ են, որոնց մասին համացանցում կան տարբեր տեղեկություններ։ Դուք ասում եք ազատությունը այսպիսի տեղեկություն է հայտնվել եւ հերքում եմ, դա սուտ է, բայց մի քիչ առաջ ասում եք համացանցում տեղեկություններ կան, որը կարծես հավատում եք, որոնց դրանց իսկությանը չեք կասկածում։ Ես կարգապահական հանձնախմբին չասեցի, որ որևէ կմեկը մեղավոր է։ Ես խնդրեցի, որպեսզի քննեն իրենց անդամների հարցերը։ Երբ որ կքննեն, երբ որ կպարզվի, կհրապարակվի, ամեն ինչը պարզ եւ ճշմարտացի կդառնա, հաստատված կդառնա, այն ժամանակ էլ ես էլ իմ արձագանքը կանեմ եւ իմ պատասխանը կտամ։ Թե ում վարկն է ուզում, որ քննեն Մայր Աթոռում, չի գաղտնազերծում Քահանան, բայց անվավեր է հռչակում տարբեր քահանաների կարգալույց անելու կարգապահական հանձնախմբի բոլոր որոշումները։ Ինչքան մարդիկ որ կան, որ այս ճանապարհով են կարգալույց արվել, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մարդկանց կարգալույցությունը անվավեր է։ Տեր Տարոնն ակնարկում է, թե իրեն կարգապահական հանձնախումբ հրավիրել են նախորդ երկու կիրակիներին Հովաննավան գնալու պատճառով։ Եթե ինձ հիշում են Հովանավանքի դեպքերից հետո, դա արդեն իսկ լավ չի։ Այսինքն ինչու մինչև այսօր ես չեմ կանչվել հենց Հովանավանքի դեպքեր եղան։ Ըստ որոշ տեղեկությունների Տեր Տարոն Քահանան տարիներ առաջ բաժանվել է կնոջից, Մայր Աթոռի կանոններով ամուսնացյալ քահանային կարող են այդ պատճառով կարգալույց անել, քանի որ դա ամուսնական ուխտի խախտում է համարվում։ Բայց եկեղեցին ժամանակ է տալիս հոգևորականներին ընտանեկան խնդիրները հարթելու համար։ Երբեմն ամուսնալուծված քահանայի հարցին 2-3 տարի կարգապահական հանձնախումբը ընթացք չի տալիս։ Մեր տեղեկություններով նույնը եղել է նաև Տարոն Քահանայի դեպքում։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։